Ֆրանսիան բախվել է Ռաֆալ կործանիչների համար նախատեսված հրթիռների խիստ պակասի։ Պատճառը Մերձավոր Արևելքում իրանական շահեդ հարվածային անօդաչու թռչող սարքերի դեմ ֆրանսիական ավիացիայի ակտիվ կիրառումն է։ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով վերջին ամիսներին ոչնչացվել են տասնյակ դրոններ։ Դրանց խոցման համար օգտագործվել են Միկա դասի օդ հրթիռներ, որոնք բարձր տեխնոլոգիական զինատեսակ են եւ հիմնականում նախատեսված են օդային մարտերի համար, ինքնաթիռների դեմ։ Այս հրթիռների ինտենսիվ կիրառումը հանգեցրել է պաշարների արագ նվազման։ Այս ֆոնին Ֆրանսիայի պաշտպանական ոլորտում առաջացել է հակասություն գլխավոր շտաբի, զինված ուժերի սպառազինության վարչության եւ հրթիռների արտադրող ընկերության միջև։ Զինվորականները պաշտոնյաներին մեղադրում են անօդաչու սարքերի դեմ պայքարի ավելի էժան միջոցների դանդաղ որոնման մեջ։ Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները իրենց հերթին զգուշանում են նոր արտադրողներից համակարգեր գնելուց, հնարավոր որակի խնդիրների պատճառով։ Արտադրող ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է ավելացնել արտադրության տեմպերը, սակայն առանց ստորագրված պայմանագրերի եւ երաշխավորված վճարման զենք չի արտադրի։ Պաշարների սպառման վտանգի ֆոնին Ֆրանսիայի իշխանությունները շտապ խորհրդակցություն են անցկացրել։ Հիմնական նպատակը գտնել ավելի տնտեսող միջոցներ էժան անօդաչու սարքերը խոցելու համար։